Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նեանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք պարոն Հրաչյա Արզումանյանի հետ ազգային անվտանգության եւ ռազմական հարցերով փորձագետ քաղաքական գիտությունների դոկտոր։ Ողջույն եմ պարոն Արզումանյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Արզումանյան, դուք ռազմական հարցերով փորձագետ եք, այդ թեմաները կարող ենք ձեզ տալ, որովհետև վերլուծաբաններից շատերը քաղաքական ավելի շատ գնահատականներ են տալիս։ Մի քանի հարց այդ բնույթի։ Նախ, ինչպիսին է Իրանի պաշտպանական մեթոդը, պաշտպանության մեթոդը, եւ ինչու է Թրամփը ասում, որ Իրանի հարվածները իր համար անակնկալ էին, որ Իրանը այդպիսի հարվածներ կհասնի։ Առաջինը, ինչպիսի մեթոդով է պաշտպանվում Իրանը, ինչ ռազմավարություն ունի, եւ երկրորդը, արդյոք համարում եք, որ ամեն ինչ ճիշտ է հաշվարկել, չեմ ասի Միացյալ Նահանգները, Թրամփը։ Առաջինը պետք է ասել Միացյալ Նահանգները ցավոք սրտի, պետք է խոսել Թրամփի ադմինիստրացիայի մասին եւ Միացյալ Նահանգների մասին։ Պատերազմը սկսել է Թրամփը, բայց պատասխանատվությունը եւ հետևանքները Միացյալ Նահանգների եւ Իսրայելի վրա է լինելու, այստեղ երկու կարծիք չպիտի լինի։ Ինչքանով է ճիշտ հաշվարկել Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, առաջի ֆազայի համար ամեն ինչ լավ ճշգրիտ հաշվարկված է եւ հիմա փաստորեն Միացյալ Նահանգները եւ Իսրայելը տանում են կարելի ասել կլասիկ ավանդական ցանցանկենտրոն պատերազմ, համակարգային պատերազմ, երբ խփում են, հարվածներ են հասնում Իրանի գրավիտացիոն կենտրոնների վրա, այդպես կոչված այն հզորության կենտրոնների վրա, որոնք կարևոր են պատերազմի ժամանակ, դա ղեկավարությունն է, ենթակառուցվածքներն է, ռազմական օբյեկտներ են եւ այլ եւ այլ։ Այդ իմաստով պատերազմը կարելի ասել կլասիկ է եւ պետք է ասել, որ այս առաջի 4-5 օրվա ընթացքում եւ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները բավականին արդյունավետ են գործողությունները անցկացնում եւ այստեղ սպասել, որ Իրանը կարող է հակադարձել այդ փուլում Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, դա ճիշտ մոտեցում չի, իհարկե Իրանը այդ հնարավորությունները չունի, բայց Իրանը ունի մեծ փորձ անկանոն պատերազմներում, ինքը որը տասնյակ տարիներում Մերձավոր Արևելքում Իրանը եղել է եւ մնում է հիմնական ճարտարապետներից, որ այդ ռազմական այդ ձև օգտագործում են լայնածավալ ռազմական գործողություններից բացի կա ռազմական գործողություններ եւ աշխատում են տեղի են ունենում ոչ այդքան մեծ մասշտաբներով եւ ուրիշ մակարդակի վրա, ոչ կազմակերպված լայնածավալ ռազմական ուժերով, բայց փոքր ուժերով, պարտիզանական պատերազմները, տերորիզմը եւ այլ, այն ինչը մենք տեսնում ենք Մերձավոր Արևելքում վերջի 20-30 տարին, այդ պատերազմի ձևերը, որը երկարաժամկետ են լինում սովորաբար, այդտեղ Իրանը իհարկե գրոսմայստեր է եւ այստեղ Իրանը կփորձի խաղալ այն ժամանակների հետ, որովհետեւ եւ արևմտյան երկրները զարգացած եւ Իսրայելը պատրաստ չեն երկարաժամկետ պատերազմի եւ Իրանի համար դա էգզիստենցիալ պատերազմ է, գոյատևական պատերազմ է եւ եթե Իրանը դիմանա այս հարվածին եւ կարողանա պատերազմը անցկացնել երկարաժամկետ փուլ, ինքը կարող ասել, որ ինքը հաղթել է, որովհետև եթե ռեժիմը չի տապալվում, եթե ռեժիմը մնում է, եթե պատերազմը երկարաժամկետ է ստացվում, Իրանը կարող է ասել, որ առաջի փուլը հաղթել է, անցել է եւ կարող է մեծ հավանականությամբ ասել, որ ինքը հաղթել է։ Ինչ է հասկանում հաղթանակի տակ, այստեղ պետք է արդեն մտածել, որովհետեւ Իրանի համար հաղթանակը եւ Միացյալ Նահանգների համար եւ Իսրայելի համար հաղթանակը տարբեր ձևերով է ձևավորում, հասկանում ես Գայանը։ Երկու կողմերը հաղթանակի տակ Իրանը կասի, ես հաղթել եմ, եթե ռեժիմը մնա, ինքը կարող է դիմակայել եւ անցին դիմադրել եւ անցնի երկարաժամկետ պատերազմի փուլ, երբ ինքը հարվածները հասնում Մերձավոր Արևելքում եւ այլ եւ ինքը դա հիմա բավական լավ ռազմավարություն է ընտրել, կարելի ասել։ Այսինքն առաջին փուլը շարունակենք անպայման ինչ է նշանակում հաղթանակ եւ Միացյալ Առաջին փուլը այն ինչ որ Թրամփը հայտարարում է մի քանի շաբաթում, մենք ոչնչացնենք Իրանի ենթակառուցվածքը եւ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները, որի վրա հիմնված է ռեժիմը։
դա հայտարարված է։ Այո, բայց եթե Իրանը կարողանա դիմակայել դրան, դա նշանակում եւ տևական դարձնել պատերազմը, ինչպես այսօր ակնարկեցին իրենք, ասեցին պատերազմը կգնա այնքան, որքան մեզ է։ Այո։ Դա արդեն փոքրիկ հաղթանակ է երկարած դիմակայել եւ երկարացնել պատերազմը։ Դա կարելի է առաջին հաղթանակ արձանագրել։ Այո, որտեղ այսպես սկսում են պատերազմի օրենքները աշխատել։ Դու կարող ես սկսել պատերազմ։ Մանավանդ եթե ընտրման պատերազմը, դու ընտրում ես պատերազմ, war of choice ոնց անգլերեն ասում են, եւ դու ընտրում ես պատերազմ, մտնում ես պատերազմի մեջ, դու ունես հնարավորություն սկսել պատերազմ, բայց պատերազմը վերջացնելու համար արդեն պետք է երկու կողմի համաձայնություն լինի, որ պատերազմը վերջանում է։ Եթե կողմերից մեկը չի համաձայնում, որ պատերազմը վերջացել է, պատերազմը կշարունակի եւ Մերձավոր Արևելքում եւ Աֆղանստանում մենք տեսել ենք նման վարք Միացյալ Նահանգների կողմից, եթե հիշում եք 91 թվականին Պարսից ծովի պատերազմում 2003 թվականի Իրաքի դեմ պատերազմում առաջի ֆազան, առաջի փուլը Միացյալ Նահանգները փայլունացնում էին, իրանք ջարդում էին ուժերը, ռազմական ուժերը, ինքնանք դուրս էին հանում ավտորիտար ղեկավարին եւ հայտարարում են, որ իրանք հաղթել են։ Բայց հետո եւ Իրաքում եւ Աֆղանստանում սկսել է պատերազմ, որը գնացել է մոտավորապես 20 տարի։ Եվ այդ պատերազմում Միացյալ Նահանգները ի վերջո պարտվել են։ Աֆղանստանից հայտարարակ ձևով են դուրս եկել, Իրաքում մնացել է մի քանի 100 Միացյալ Նահանգների ռազմականներ, բայց փաստորեն նույն ձևի դուրս են գալիս։ Նույն վարքը եղել ասենք Վիետնամում եւ Միացյալ Նահանգները չկարողացան եւ դուրս եկան։ Դրա համար այստեղ պատերազմը սկսել է Միացյալ Նահանգները, բայց եթե սկսում է երկարաժամկետ պատերազմ, այստեղ եւ Միացյալ Նահանգները եւ Իրանն է որոշելու ոնց է դա տեղի ունենալու։ Եվ Իրանը կարելի ասել, որ 2025 թվականի հունիսի պատերազմի 12 օրվա պատերազմից հաստատ դասեր քաղել է։ Եվ առաջինը ինքը հասկացել է, որ այն ժամանակ հիմնական խնդիրներից մեկը այն էր, որ այն ժամանակ Իրանի ռազմական կառավարման համակարգը եղել է խիստ կենտրոնացված եւ որոշումները ընդունում էին վերևում եւ ընդունում էին քաղաքական Վերնախավը փաստորեն ռահբարն էր որոշում ինչ պիտի անվի եւ դա կանգնեցնում է ռազմական ուժերին, նրանք չէին կարողանում նորմալ աշխատել, որտեղ պարալիզացված է այդ համակարգը։ Այս անգամ հաստատ Իրանի զորքերը օպերատիվ մակարդակի վրա ներքևում ունեն արդեն հրամաններ, որ կարող է կապը կորի եւ իրանք ինչ պիտի անեն, ոնց են անում, պատասխանատվությունը եւ հարվածների որոշումները տեղի ունենում բրիգադայի կորպուսի մակարդակի վրա ներքևում, ոչ թե վերևում, կենտրոնացված չէ։ Դրա համար ժամանակ առ ժամանակ կարող է ստեղծի տպավորություն, որ Իրանը ոչ կոորդինացված է հարվածներ հասցնում։ Այդ ոչ թե հետևանքավոր, այո, կոորդինացված չի, բայց այդ ոչ կոորդինացվում արդեն դրված է պատերազմում, ոնց պիտի վարեն պատերազմը Ռազմաբանության մեջ է։ Հա, ռազմավարության մեջ։ Ռազմավարից համոզված եմ, որ այս այդ քայլերից մեկն է։ Երկրորդը, որ Իրանը բավականին խելոք է խելոք կարելի ասել աշխատում, իր համար դա գոյատևական պատերազմ է եւ ինքը հարվածները հասնում ոչ թե Իսրայելի վրա, միայն ռազմական բազայի վրա, բայց այնքան չի եւ բացի դրանից խփում է մնացած արաբական երկրների վրա 12 երկրների վրա խփում։ Դրանով իրանք ցույց է տալիս, որ ինքը կխփի եւ այդտեղ յետակառուցվածքը, որ ունի էներգիայի երկրները վնասվում է եւ այդ երկրները տեսնում են, որ Միացյալ Նահանգները այն ռազմաբազաները, որը իրան տեղավորել, իրանց չի պաշտպանում։ Այդ ռազմաբազաները լուտում են Իսրայելի պաշտպանության խնդիրները, ոչ թե իրանց։ Եվ անգամ արդեն ելույթ են ունենում եւ ընդվզում են, ասում են Միացյալ Նահանգներ, դու այս ինչ ես անում, մեզ վրա խփում։ Դա արվում է, որպեսզի ճնշեն Միացյալ Նահանգներին, հակաօթային եւ հակահրթիռային համակարգերը Միացյալ Նահանգները կենտրոնացրել է Իսրայելի շուրջ, պատրաստվելով massայական, massավային հարվածի ոնց եղել է 2025 թվականին, իսկ այս անգամ Իրանը massայական հարվածներ չի հասցնում, 3-4-5 հրթիռներ հանելով հնարավորությունները, որովհետև դա թանկ է, մի հատ պատրիոտ հրթիռը $4 միլիոն արժի եւ իրանք վերջնական են։ Տրամպը հայտարարավ մեր պաշարները սահման են, բայց իրական սահման չեն, եւ թե պատերազմը այս տեմպով շարունակվի, մի քանի շաբաթից հետո եւ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը կանգնեն լուրջ խնդրի առջև, որտեղից վերցնել հրթիռներ, հակահրթիռական համակարգեր, որպեսզի խոցեն իրանական։ Հա, որ կարողանան դիմադրեն Իրանի հարվածներին։ Հարց ինչու
Ինջրլիկին չի հարված հասցվում Թուրքիան։ Չի հասցրել, չի։ Այո, չէ, ինչու հետաքրքիր է։ Ֆեյկա, որտեղ Չէ, ֆեյքեր եղան, որ հասցվել են հարվածներ, բայց չեն հասցվել իրականում։ Իրանին դա պետք չի, որովհետև Իրանը կարծում եմ պատրաստվում է, եւ որովհետև Թուրքիան Էրդողանը հայտարարել է, որ ինքը համաձայն չէ պատերազմի հետ, մեղադրել է ՅՏ-ի, ՆԱՏՕ-ի գեներալնի սեկրետարին, որ դա ճիշտ չի, միացյալ այսօր Էրդողանը դեռ Իրանի կողքին է կանգնած։ Դրա համար Իրանը չի ուզում դա խփածնի, ինքը չի ուզում Թուրքիան էլ անցնի Ամերիկայի կողմին, հրապարակորեն, եւ այդ ժամանակ Իրանը կլինի իզոլյացիայի մեջ։ Արաբական երկրները մտածում են միանան, չմիանան Իսրայելի եւ Միացյալ Նահանգների, Իրանը ճիշտ արել, չխփում, որ չմիանա։ Այստեղ պետք է մտածել, Իրանը հաստատ դրա մասին մտածում է, որովհետև եթե այն Միացյալ Նահանգները Տրամփ իրոք ուզում է ռեժիմը փոխածնի, խոսում է ռեժիմի փոխման մասին, ոչ թե Վենեսուելայի ման իշխանության փոխածնման մասին, իրանք պետք է անցնեն ցամաքային օպերացիա, ցամաքային Տրամփը արդեն ակնարկեց, որ ասել է, որ կարող է տեղի ունենալ։ Դա կարող է տեղի ունենալ կամ հարավայից քուրդական տարածաշրջանային կողմից եւ մինչեւ պատերազմը Տրամփը խոսակցություն է ունեցել Իրաքի Քուրդիստանի ղեկավարության հետ, բայց մյուս կողմը որտեղ ման հարված կարող է սկսի, դա Ադրբեջանն է եւ Թուրքիան է, որովհետեւ այդ ժամանակ Միացյալ Նահանգները պիտի փորձեն օգտագործել էթնիկ Իրանի էթնիկ բարդ համակարգը եւ բարձրացնել ոտի այն էթնիկական խմբերը, որը կարող են դուրս գան պարսիկների դեմ, դա քուրդերն են հիմնականում առաջինը, ազերիներն են Թուրքիայի հետ եւ արաբները Խուզեստանում, ասենք, հա, բելուջանները հույս ունեն, որ չեն բարձրանալու, դե Միացյալ Նահանգները իրոք մտադիրն են, որ պիտի անցնեն ցամաքային օպերացիայի ժամանակ Թուրքիայի դերը եւ Ադրբեջանի դերը կփոխվի։ Այսօր կարող է նրանք օգտագործում են օթային տարածք Ադրբեջանի հետ ման տեղեկատվություն չկա, կարող է օգտագործեն, բայց Ադրբեջանի դերը ցամաքային օպերացիայի ժամանակ կլինի ուրիշ, այն որ հիմա Ադրբեջանը իր զորքերը բարձրացրել է գերագույն պատրաստության եւ այլ սահմանի է ցկել եւ այլն, չեմ կարող ասել, որ դա ինդիկատոր է, բայց մեզ համար պաշտպանվում ենք։ Մեզ համար, որոնք ապրում են խաղաղության խաչմերուկում, որ հիմա հաստատ է, որ խաղաղության խաչմերուկ է, այդ խաղաղական մի խաչմերուկում ապրելիս մենք պետք է հաշվի առնենք, որ մի ամսից հետո վիճակը կարող է այդ process-ները կարող է անցնել նաև հարավային Կովկաս, անցնել Հայաստանի ուրիշ սահմանները։ Ինչպես անցնեն։ Ադրբեջանը եթե մտնի պատերազմի մեջ, Իրանը հաստատ արդեն հարվածներ որ դեպքում կարող է ներքաշվել։ Եթե Ամերիկայի հետ փորձեն սկսեն ցամաքային օպերացիա, եւ Թուրքիան միանա Միացյալ Նահանգներին կիսելու Իրանը։ Դա խիստ հույս ունեմ, որ դա խիստ անհավանական է, ոչ թե խիստ անհավանական սցենարը, որովհետև Թուրքիան լավ հասկանում է, հույս ունեմ, որ Իրանից հետո գալիս է Թուրքիայի ժամանակները, դրա մասին այսօր արդեն հայտարարել են Կարլ Տարքսենի էֆիրներում, այսօր իրանական իսրայելական նախարարից մեկը արդեն հայտարարել է, որ Իրանից հետո մենք անցնում ենք Թուրքիային։ Այդ հայտարարությունը արդեն հնչել են այսօր։ Ես այսօր կփորձեմ հատուկ գտնենք ցանցում։ Չէ, տեսել եմ արդեն։ Տեսել ես արդեն։ Դրա համար ես հույս ունեմ, որ Էրդողանը գլուխը չի կորցրել եւ չի մտնի այդ պատերազմի մեջ։ Այդտեղ պարզապես ես ուզում եմ հետ գալ եւ նորից քրդական թեման բարձրացնել։ Թուրքիայում քրդերը բավականին լուրջ խնդիր են եւ եթե արդյոք չեք մտածում, որ շատ վտանգավոր խաղ է Թրամփի փորձերը եւ իրաքյան քուրդերի հետ է բանակցել եւ Իրանի քուրդերի հետ է բանակցել, ընդ որում Թրամփը հեռախոսով ինքը անձամբ խոսել է։ Այո։ Եվ մենք չենք մոռանում, որ Սիրիայում կան քրդեր եւ կա Թուրքիայում քրդեր։ Այո։ Եվ եթե սա իսկապես ալիքը բարձրացնեն, քրդերին ոտքի կանգնացնեն, ես Թուրքիայի տեսակետից եմ նայում, ինչ տեղի կունենա։ Դրա համար եմ ասում գայանե, Թուրքիայում խիստ վտանգավոր զարգացումներ կարող են եւ հույսն է, որ Թուրքիան չի մտնելու պատերազմի մեջ, բայց մյուս կողմից պետք է հասկանալ, որ Իսրայելի համար, որովհետեւ այս իրոք
կարելի ասել դա Իսրայելի պատերազմը, որտեղ Միացյալ Նահանգները օգտագործում են որպես պրոքսի ճակետներում ներեցեք, որ այդպես են ձևավորում, բայց Ռուբիոյի վերջի հայտարարությունը, որ փաստորեն ինքը եւ Ջեքսոնը սպիկերը կոնգրեսի արդեն հայտարարել են, որ իրանք ստիպված են մտնել պատերազմ, որտեղ Իսրայելը մտնում է պատերազմ, իրանք պիտի մտնեին։ Որ փաստորեն հայտարարելով, որ արդարանում են, բայց արդարանալուց փաստորեն իրանք հրապարակորեն ասում են, որ Միացյալ Նահանգները օգտագործում է Իսրայելի շահերից, ոսկային շահերից։ Դա վտանգավոր է, արդեն ալիքներ է բարձրանում Միացյալ Նահանգների հասարակության մեջ քաղաքական ոլորտներում նույն ձևի, որ անդամների մոտեցում է, բայց պետք է որպես կոնստատացնել, որ դա իրոք Իսրայելի պատերազմն է։ Իսկ Իսրայելը դրել է խնդիր, գերրազմավարություն, ոչնչացնել Մերձավոր Արևելքում բոլոր ուժային կենտրոնները, բոլոր խոշոր պետությունները։ Եվ եթե Իրանն էլ է ոչնչացում կոլապսի է գնում, հաջորդը Թուրքիան է։ Դա տրամաբանական է Իսրայելի համար։ Ես կուզենայի, դուք ասում եք կոլապսի է գնում, ձևակերպումը ինչ է իրենից ներկայացնում, ինչ հնարավոր զարգացում կարող է լինել կոլապսի նման։ Եվ դրա համար կարող է Տրամպը եւ Միացյալ Նահանգները ուրիշ ձև է մտածում գայանել։ Մեկ ուղղակի ավանդական էներգիայով մտածում է Միացյալ Նահանգները կարող է մտնում են պատերազմի մեջ, հետո կանցնեն պետական ռեժիմի փոփոխման, ռեժիմի փոփոխումը պարտադրում է, որ դու պետք է ընտրես ուրիշ իշխանություններ, որին բերում ես իշխանության, որից օգնում ես, որ իրանք կայուն լինեն եւ այլ։ Բայց Տրամպը, հաստատ Տրամպը եւ կարող է եւ Միացյալ Նահանգների խորքային պետությունը ճակետներում այդպես ձևավորենք, անցել են ուրիշ ռազմավարության։ Անցել են ռազմավարության, որոնք երբ իրանք ոչնչացնում են, կոլապսի են հասցնում պետությունը, Իրանը եւ այլ եւ հետո ուղղակի դուրս են գալիս։ Այդ քաոսը թողելով տարածաշրջանում։ Ոնց ուզում եք ապրեք, դա ինձ չի հետարկում։ Ինձ պետք է որ դու հզոր չլինես, որ ընդամենը, երբ դու նպատակ ես դնում ոչնչացնել խիստ ուժով, լայնածավալ ռազմական ուժով եւ Միացյալ Նահանգների հնարավորություն ունեն եւ բոլորին ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգների ռազմական մեխանիզման աշխարհում ոչ մեկը չունի։ Եթե ինքը հզորությունը ցույց է տալիս, խփում է եւ ոչնչացնում է մի հատ ռեժիմ, որ իրան դուրս չի գալիս, եւ հետո ուղղակի դուրս է գալիս, թողելով եւ շրջանը քաոսի մեջ։ Իսրայելի այդ քաոսը ձեր կատարես, Իսրայելի ռազմավարությունը, որ ունի քաոտիկ վիճակում, ինքը գտնում է, որ այդ քաոտիկ Մերձավոր Արևելքում ինքը ավելի շուտ կպաշտպանի ազգային շահերը, որտեղ չկա հզոր ուժային կենտրոններ։ Դրա համար այստեղ կարող է այդ սցենարը գնա, եւ այդ ժամանակ մենք կլինենք բավականին դժվար սպառնալիքի առջև, որտեղ այդ ժամանակ արդեն փախստականների խնդիրն է կարող առաջանալ, Իրաքի ժամանակ, Սիրիայի ժամանակ հիշում եք փախստականների ալիքը, որ բարձրացել է, որը տապալում է հիմա Եվրոպան, նույն մեխանիզմները կարող է հիմա աշխատում լինեն, բայց հիմա պատերազմը արդեն մեր սահմաններին է, եւ մեկ սահմաններին ունեք 10-ից ավել միլիոն ազերիներ, եւ եթե իրանք սկսեն անցնել սահմանը, հումանիտար խնդիրներ, որպես հումանիտար խնդրեմա աշխարհի համար, բայց քեզ համար դառնում է ազգային անվտանգության խնդրեմ։ Պատկերացրեք, մի 500,000 կամ 1 միլիոն թուրք անցնում է սահմանը եւ տեղավորվում է Սյունիքում։ Քեզ համար դա Սյունիքը կորցնում ես մի անգամից։ Տեղավորվում է Նախիջևանում 1 միլիոն եւ դու ունես արդեն Երևանի սահմաններում Արարատյան դաշտում 1 միլիոն թուրք, որը ոտով կարող են անցնել սահմանը, դու ինչ ես անելու։ Անցնում են Արցախ մի 500,000, զբաղեցնում են Արցախ, որը այսօր դատարկ է, մենք կարող ենք մտադիր լինենք եւ հետո լուծենք Արցախի խնդրեմը, եթե 1 միլիոն գալիս է Արցախ, ինչ է անում։ Այդ հարցերը այսօր Հայաստանի ազգային անվտանգության համակարգը եւ բարձր ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է դնի իր առջև եւ գտնի լուծումներ, որովհետեւ աշխարհի համար նորից եմ կրկնում, դա կլինի հումանիտար խնդրեմ, եւ դու չես կարող հրաժարվել լուծել այդ խնդրեմը, եւ դու իրավունք չունես որպես ազգ հրաժարվել լուծել, որովհետեւ քեզ մեծ եղերնի օրոք նույն արաբները օգնել են հումանիտար ճամբարներ են ձևավորել, օգնել են քեզ աղետից դուրս գալ։ Դու չես կարող ասել աղետում մերժել չես կարող, որովհետեւ քեզ համար դա բարոյական հարց է։ Բայց այնտեղ մենք ունեցել ենք բայց բարոյական հարց է քեզ համար, բայց մյուս կողմից քեզ համար ազգային անվտանգության եւ գոյատևական սպառնալիք է։ Այդ խնդրեմը ոնց է լուծել։ Որովհետեւ դա պարզապես փաստականներ չեն։ Այո, այդ արդեն իրանք փախստական են, այդ փախստականները որպես գործոն կօգտագործեն։
Սիրիական փախստականները ընդամենը սախստականներ են, բայց իրանք դարձան գործոն եւ Թուրքիայում եւ Եվրոպայում եւ օգտագործվում է այդ գործոն օգտագործում է, հա Գայան։ Մենք որպես պետություն, ոչ մեծ պետություն, մեծ այդքան հնարավորություն չունենք, այսօր այդ հարցերը պիտի հայկական հասարակության մեջ, փորձագետների մեջ շոշափվեն, խոսվեն, դիսկուսիաներ տեղի ունենան, իշխանությունը դրա մասին պիտի խոսի։ Այսօր Հայաստանի իշխանությունները ուրիշ խնդրեմ չունեն, բացի Իրանի պատերազմը։ Մնացած բոլոր խնդիրները պիտի գրախնվի եւ մտածես ոնց է լուծում այդ խնդրեմը։ Այսօր պիտի իրանական իշխանությունների հետ մտնես կոնտակտի մեջ, մինչեւ իրանք կան, իրանք ստաբիլ են։ Այդ ժամանակ ոնց է կազմակերպում այդ ճամբարները, որտեղ է կազմակերպում այդ ճամբարները, այդ ճամբարների լոգիստիկան ոնց կլինի։ Բայց դա մարդու պիտի կարողանաս իրանց հետ խոսած։ Չգիտեմ, հույս ունեմ, որ Պապիկյանը երբ եղել է այնտեղ օֆիցիալ պետական այցով, այդ հարցերը բարձրացրել են։ Հույս ունեմ, որ այդ խնդիրները դնվում են, ուղղակի հրապարակորեն դրա մասին չեն խոսում։ Մինչև պատերազմը չի սկսել, ես համաձայն էի նման մոտեցման հետ, բայց հիմա երբ պատերազմը արդեն սկսել է Իրանի, մենք որպես հասարակություն այդ հարցերը պիտի տեղադրենք եւ փորձենք լուծումներ գտնենք նաեւ հասարակության մեջ։ Որտեվ դա լինել է հումանիտար խնդրեմ, դա ոչ թե լինել է ռազմական ուժերի ներխուժում Հայաստան, այդտեղ հասարակության վերաբերմունքը, հայկական հասարակության, հայության վերաբերմունքը, գնահատականները խիստ կարևոր են, եւ մենք որպես հասարակություն պիտի սկսենք հայություն, ոչ թե միայն հայկական հասարակություն Հայաստան Հանրապետության ներքո, սկսենք մտածել դրա մասին։ Դա խիստ կարևոր հարցեր է, որոնք ես չեմ տեսնում, որ մեր դաշտում, տեղեկատվական դաշտում, փորձագիտական դաշտում, որ այդտեղ շոշափում են խոսում են։ Այսինքն դրանք անվտանգային խնդիրներ են, շատ լուրջ։ Եվ խոսքը չի գնում նրա մասին, որ պատերազմը պետք է անպայման տեղափոխվի կամ բռնկվի Հայաստանում։ Այդ ժամանակ պատերազմը կգա փախստականների ոտերով։ Այո։ Այդ ուրիշ ձևի պատերազմը։ Գայնը դա պատերազմի ձև է, բայց ուրիշ ձևերով ալներով, ոչ թե հրթիռներով, ոչ թե տանկերով։ Ես պարզապես ուզում եմ հիշեցնեմ, որ կային տեսանյութեր, որ այդ իրանական ադրբեջանցիները, Իրանի ադրբեջանցիները Իսրայելի, Միացյալ Նահանգների եւ Հայաստանի դրոշ էին վառում։ Իդեպ։ Դա չի նշանակում իրանք չեն հասնելու սահմանը։ Չէ, ուզում ասեմ, անգամ եթե անցնեն սահմանը, իրենց տրամադրությունները։ Իրանց տրամադրությունը նորից եմ ասում, ենթադրեք լավ վարվարը, որ իրոք փախստականներ են, նեյտրալ են, ուղղակի փախնում են պատերազմից, թող տենց լինի։ Բայց հետագայում իրանք ռադիկալիզացվել են։ Բայց մենք խոսում ենք միայն ազերիների մասին, ինչու։ Այդտեղ ոչ թե մեր սահմանին ազերիներն են։ Հա, հենց միայն ազերիներից են։ Աշխարհակաղակական խնդրեմ է, մեր սահմանին կանգնած են ազերիները։ Մեր սահմանը անցնելու ազերիներն են, ոչ թե պարսիկները։ Պարսիկները ուրիշ ուղղությամբ են գնալու, ավելի շուտ դեպի Թուրքիա են կարող գնալ։ Հասկանում եք, հա, կամ Դե Թուրքիան պաշտպանական ինչ-որ բաներ արել է։ Անում է, մենք ինչ ենք արել։ Մենք մեր սահմանին ինչ ենք արել։ Ինֆորմացիա չունենք։ Որպես ժուրնալիստներ երևի պետք է այդ հարցերը բարձրացնել։ Ոնց է սահմանը ամրապնդում, ինչ ձևով է ամրապնդում, ոչ մի փախստական Դե դարպասները բացում ենք, ասում ենք մենք բարի կամքի դրսևորում ունենք։ Չի կարելի, այդ հնարավորությունը չունես, նորից եմ կրկնում, դու դրանով կորցնում ես Սյունիք։ Չի կարելի այդպես մոտենալ, իմ կարծիքով։ Շնորհակալ եմ Գովաս հայտարարանք եթերում, շարունակենք զրույցը, էլի Հայաստանի տեսանկյունից ինչ խնդիրներ կան, որոնց մասին պետք է մտածի եւ հասարակությունը եւ իշխանությունները, թե միայն իշխանությունները, այդ մասին էլ կխոսենք։ Գովազը եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։
Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Հրաչյա Արզումանյանի հետ, քաղաքական գիտությունների դոկտոր։ Պարոն Արզումանյան, Հայաստան, նայում ենք Հայաստան, աշխարհի փոթորիկները եւ Հայաստան, այսպես եմ ես այս խորագիրը ձևակերպել, այսօր եւս մեկ հարցազրույց եմ ունեցել եւ այս նույն հարցն եմ տվել։ Արդյոք ես հիշեցրել եմ Ռուբեն Ռուբինյանի հետևյալ պատասխանը լրագրողին։ Խոսքը գնում էր այդ մեմի մասին, քարտեզ է, որտեղ Իրանը ամբողջ բոցսավ արվում է, ուրեմն հարվածներ են հասցվում եւ պայթյուններ, եւ Նիկոլ Փաշինյանը երբ որ կարկանդակ է ուտում, այսպես հանգիստ կարկանդակ է ուտում։ Եվ Ռուբեն Ռուբինյանը ասաց, դուք այս մեմը պատրաստել են մարդիկ, որոնք ուզել են բացաբար ինչ որ գնահատական տան Հայաստանի պահվածքին, իսկ ես կասեմ, որ դա շատ դրական է, թող ամբողջ աշխարհում եթե լինի հրտեհ, դե ես բառացի չեմ ասում, իմաստն եմ ասում, բուկ լինի կամ ինչ որ տենց այդպիսի բաներ լինեն, բուկ, բորան եւ այլն, Հայաստանում ամեն ինչ կայուն է, այո, մենք կարող ենք ուտել կարկանդակ, մենք տնտեսություն ենք զարգացնում, մենք մեր հարցերն ենք լուծում։ Արդյոք Հայաստանը կարող է իրեն այս պահին պաշտպանված գալ եւ հանգիստ կարկանդակ ուտել։ Իհարկե չէ, դες երկու կարծիք չի կարող լինի։ Մենք քեզ հետ ենք խոսելու ժամանակ ասում եմ մի տարուց ավել ես փորձում եմ հասարակության հասնել, որ Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը արդեն նորից մերձավոր արևելքի մաս է։ Հարավային Կովկասը որպես տարածաշրջան, որը եղել է Ռուսաստանի կայսրության մի մաս, Զակավկազիա, հետո սովետական միության մեջ եւ ձևավորվել է հետո հետսովետական ժամանակներ որպես մի փոքր տարածաշրջան, այդ ժամանակները վերջացել են հետսովետական ժամանակները վերջանալուց։ Մենք նորից ետ եք դրել հավանդական մեր մերձավոր արևելք եւ հիմա մերձավոր արևելքում տարածաշրջանային պատերազմ է։ Դու այդ տարածաշրջանի մաս ես։ Տարածաշրջանում Իրանը հիմա հարվածներ է հասնում արաբական երկրների։ Մինչև այդ խոսացել է, որ կարող է վաղը Ադրբեջանի տարածքից եւ Թուրքիայի տարածքից հարվածներ հասնեն
Իրանին։ Այդ վիճակում դու ոնց ես կարող հանգիստ լինես Գայան, երբ քո սահմաններում բոլորում փաստորեն բացի Վրաստանից տարածված պատերազմ չի լինի։ Երկրորդ տարբերակը խոճապի մատնվի, այսինքն հասարակությունը պետք է խոճապի մատնվի։ Խոճապի պետք չի մտնել, ուղղակի պետք է հավաքվել նավարոտ, պետք է հավաքվես որպես հասարակություն, զգոն լինես, բոլոր ուշադրությունը ուղղես պատերազմի վրա, ես սպասես անսպասելի Աստվածչանի Այդ հնարավորությունների։ անսպասելին որը կարող է լինել։ Պատերազմը Գայանը իր բնույթով անսպասելի է։ Պատերազմի օրենքներն շփված իրան բնությունը անսպասելի է։ Դու կարող ես խոսել եք դամաշի մտնես պատերազմ, բայց ոնց պատերազմը կթևի, ինչ տեմպերով կգնա եւ ինչ հետևանքներ ունի, դու չես կարող դա ասես։ Մեր երկրորդ Արցախյան արշավը, երբ սկսում էին իրանք ծրագրավորները, մտածում եմ մի շաբաթում կվերջացնեն։ Իմ ազգը 44 օր դիմադրել է եւ Սյունիքը փրկել է։ Ոչ մեկը չի սպասել, որ զինվորը այդպես կարող է դիմադրի։ Հետո մեծ աստիճան ունեցող Միացյալ Նահանգներից մեր ռազմականների իրանց հասցնում են իրանց հարգանքը, որ մենք կարողացել ենք դա անել։ Ժամանակ կա, հույս ունեմ, որ մասնակցել է դրա մեջ, ինչ կխոսի, իրավունք չունեմ։ Պարոն Արզումանյան, փաստագծերում դուք ասում եք երկրորդի անկախ կկարողացանք պահել, դա։ Իհարկե, մեր զինվորն է պահել։ Այն ժամանակ այդ միջանցքը իրանք պիտի ստացած լինեն, այն ժամանակ Ռուսաստանը պիտի զորքեր այնտեղ տեղադրածին Ադրբեջանի հետ, չգիտեմ, բայց Ռուսաստանը ուզում է։ Ուղղակի իրանք չկարողացան այդ հարցը լուծել եւ այսպես են կանգնեցին լայնածավալ ռազմական գործողությունները, որտեղ չէին դիմանում, հետո դիվանագիտական մեթոդներով կստանանք միջանցքը։ То есть անկախատեսելի է պատերազմ Գայան, այսօր ոչ մեկը չգիտի իրանական պատերազմը ինչ մասշտաբներ կստանա եւ որ ուղղությամբ կգնա։ Այդ վիճակում դու պարտավոր ես որպես քաղաքական գործիչ, Պարոն Ռոբինյանը քաղաքական գործիչ է, հավաքես քաղաքական հասարակությանը, քաղաքական խաղը իրանց հետ պահես կոնտակտի մեջ, որ իրանք պատրաստ լինեն ռազմական Աստվածչանի լուծումներին, հասարակության հետ աշխատես, դու պարտավոր ես քո պետական հաստատությունները պատրաստես նման զարգացումների անվտանգության խորհրդում մեջ գերիտասչական համաժողով է ստեղծել, հույս ունեմ այդ համաժողովը այդ հարցերը կսկսի լուծել։ Դու պիտի հասկանաս քո ազգային անվտանգության ծառայությունը ինչ է անում, սահմանապահ ուժերը ինչ են անելու, ռազմական ուժերը ինչ են անում, ներքին գործերի նախարարությունը եւ ուժերը ինչ են անելու, ԱԻՆ-ը, որը իմանա ՆԳՆ-ի մաս է դարձել, իրանց աշխատանքները ոնց են լինելու, որովհետեւ դա ճգնաժամ է քեզ համար լինելու։ Այդ ճգնաժամը ոնց ես աշխատելու, տարածաշրջան մարզային մակարդակում ոնց ես կազմակերպելու, եթե Աստվածչանի հետ փախստականները կան, ոնց ես կայունությունը պահելու։ Երբ տարածաշրջանում մեծ պատերազմ է, նույնիսկ տարածաշրջանային պատերազմ, դու իրավունք չունես պիրաժոկ ուտես, հրապարակորեն պիրաժոկ ուտես եւ պիրաժոկ ուտելը ներկայացնես որպես մեմ, որպես տեղեկատվական արշավ, հանգստություն հասնել։ Ես հանգիստ կլինեմ, եթե Հայաստանը խաղաղ է այս պահին։ Հայաստանը խաղաղ կլինի, եթե ես ամեն օր լսեմ, որ անվտանգության խորհուրդ հավաքվել է, այս որոշումներն է ունեցել, ՆԳՆ-ն է հավաքվել, այս որոշումներն է ընդունել, գլխավոր շտաբն է հավաքվել, պաշտպանության նախարարությունում այս հարցերն են շոշափել, մենք շատ ուշադիր նայում ենք, մենք հիմա ուզում ենք Երանում ունենք հայկական համայնք, այդ համայնքի հետ կապվել ենք, խնդիրները այսքան է, պատրաստում ենք ոնց եք հանելու այդտեղ հայկական համայնքը։ Այսօր Մեծ Բրիտանիան, եվրոպական երկրները իրանց քաղաքացիների Մերձավոր Արևելքից հանում են։ Շվերտներ են կազմակերպում, Այո, Ադրբեջանն էլ է այդ հարցում օգնում շատ, շատերին դուրս է բերում։ Իրանց քաղաքացիները հանում են, մենք ունենք հայեր, մենք ունենք հայություն, մենք ունենք պատասխանատվություն որպես ազգ։ Ես կուզեի լսել մեր կոմիտեները, իմ պետությունը ինչ է անում, մեր հասարակական կազմակերպությունները ինչ են անում։ Ձեզ պետք է մի քիչ գումար տան եւ ասեն, այս հարցերի շուրջ Գայանե կխնդրեք, հասկանում եք, մտնում եք ձեր տեղեկատվական քաղաքականության մեջ եք մտնում, բայց մենք քեզ խորհուրդ կտանք, այս թեմաները բարձրացրեք, իսկ պետության կողմից այս թեմաների շուրջ կազմակերպեք լսումներ եւ այլ։ Այդ ժամանակ ես հանգիստ կլինեմ։ Բայց նորից եմ կրկնում, պերժակոտել կամ նման հայտարարություններ անել, ուղղակի մենք հին ազգ եք, մեծ եղերնով անցած, ինձ պետք չէ հանգստացնել, որ ամեն ինչ նորմալ է։ Ես Արցախի աղետից դեռ չեմ ուշքի եկել։ Հիմա ասել ոչ մի բան ամեն ինչ նորմալ է, ամեն ինչը վերահսկողության տակ է, ես ուզում եմ դա տեսած լինեմ։ Ես դեռ չեմ տեսնում։ Ներեցեք, որ արդեն նորից խստացել եմ։ Հայաստանի դիրքորոշումը
գրագետ է, նեյտրալ ենք մենք մեզ պահում։ Կարող ենք այդպես ասել։ Ես չգիտեմ ո՞րն է մեր դիրքորոշումը։ Որ մենք ցավակցել ենք, հա, Իրանի ժողովրդին ցավակցել։ Մի քիչ ուշացումով ճիշտ է կարել, բայց դա ճիշտ քայլ էր, բայց պետք չէ ռահբարի նկատմամբ ուղղակի այդ ուղղակի Իրան անուն տալիմ կարծիքով, որովհետև կասկած կա, որ համաձայնեցված է այդ ցավակցությունը, այսինքն դրանով է պայմանավորված այդ ուշացումը։ Չգիտեմ, ես իրոք չգիտեմ դա։ Այսինքն մենք այդպիսի բաներից կարճած, որտեղ ինֆորմացիա չենք ունենում։ Չեք ունենք, դրա համար ես չեմ կարող ասել, բայց խիստ կարող է մեզ համար որպես ազգ, որ պիտի հասկանանք, որ Հայաստանի անվտանգությունը հիմա ցավոք սրտի ուղիղ կապված է Տրամպի հետ, որպես քաղաքական գործիչ, որպես նախագահ։ Մենք պետք է ենք շատ զգուշ հիշելով Տրամպի անկախատեսությունը, ոնց հեշտ է ինքը փոխում, էմոցիոնալ աշխատում։ Դա համար դու իրավունք չունես լայնածավալ, տենց միջամտես, միայն չմտածես այդ քաղաքական գործոնների մասին, քո անվտանգության գործոնների մեջ պետք չէ, ինչքան կարելի է երկար պետք է չզոք մնաս, չմտնես այդ պատերազմի մեջ, ոչ մի կողմը չվերցնես, մնացի չեղզոք եւ եղիր զգոն եւ պատրաստված, եթե ամեն ինչ գնա անկախատեսելի։ Պարոն Արզումանյան, դուք ասում եք Թրամփով է պայմանավորված, ցավոք սրտի այդպես է։ Հանգստությունը, այսպես ասենք, Անվտանգությունը, առավել ևս անվտանգությունը պայմանավորված է մեկ անձով, ով այսօր պատերազմ է վարում Իրանի դեմ եւ իդեպ պատերազմ բառը չեն օգտագործում, ինչպես եւ Պուտինը չէր օգտագործում, չէ, հիմա ինչ որ ուրիշ հատուկ օպերացիա է, ինչ է, առաջի տառը ինչ որ ռազմական կամ հայերացիա։ Չէ, ինչ որ չգիտես ինչ մոռացել եմ հիմա, խոսքով նորից ռազմական օպերացիա չէ, ինչ որ օպերացիա է, փայլուն օպերացիա է։ Հարցից հետեւյալն է, իսկ եթե Թրամփի գործողությունները դեռևս չեն անցել կոնգրեսով եւ համարվեն հակասահմանադրական եւ Թրամփի հետ կապված, Թրամփը impeachment եւ այլն, Թրամփը խնդիրներ ունենա այս գործողությունների հետ կապված, մեր անվտանգությունը որ թելից է կախված մնալու։ Այստեղ պետք է պրագմատիկ լինես, դա կլինի Թրամփի ներքին խնդիրները, ներքաղաքական խնդիրները։ Բայց Թրամփը դադարի մնալ Միացյալ Նահանգների նախագահ։ Մենք պետք է փորձենք պրագմատիկ լինենք։ Միացյալ Նահանգները Թրամփի անունով, Թրամփի հետ մտել են Հայաստան։ Հայտարարել են, որ Հայաստանը հետ աշխատում են առաջինը։ Հետո մենք իրանական պատերազմում Վենեսուելայում տեսել ենք, որ Միացյալ Նահանգները մնում են ռազմական գերհզորություն եւ կարող են ջարդել բոլորին եւ դեղա արդեն մենք ունենք անվտանգության միջավայր աշխարհակարգ, որտեղ որոշում է ուժը։ Այսօր այդպես է։ Եվ այդ գերհզոր ուժը կողքիդ կանգնած է։ Միացյալ Նահանգների տեսքով, ոչ թե միայն Թրամփի։ Ես հույս եմ այսօր Թրամփը եւ Միացյալ Նահանգները միասին, այստեղ Թրամփը եւ Միացյալ Նահանգները նույնն է ստացվում։ Դու պիտի որպես պրագմատիկ մտածես, ոնց անես, որ Միացյալ Նահանգները մնան Հայաստանի կողմին, եթե Թրամփը գնա։ Աստված չանի, պետք չէ, բայց մեզ դա մեր ձեռքտու չէ։ Զուտ պրագմատիկ, ռեալիստ մնաս եւ մտածես ոնց է անում, որ Միացյալ Նահանգները մնում են Հայաստանի կողմին, որտեղ մենք տեսնում ենք Ռուսաստանը չկա։ Ռուսաստանը որպես հզորություն, ռազմական հզորություն Մերձավոր Արևելքում հիմա չի աշխատում։ Սիրիայից դուրս է եկել, Վենեսուելայից դուրս են շպրտել, Իրանի հետ, որի հետ ինք ունել կապեր ուրիշ մակարդակի վրա, այդ կապերը չեն աշխատում։ Ռուսաստանը որպես հզորություն ռազմական այսօր չկա։ Կա Չինաստանը եւ կա Միացյալ Նահանգները։ Եվ Միացյալ Նահանգները եկել են, հասել են Հայաստան։ Եվ դու պիտի ամեն ինչ անես, որ դա կարողանաս պահես, ելնես շատ պրագմատիկ։ Պետք չէ լինել էմոցիոնալ, պետք չէ ներեցեք, չեմ ուզում ասացին, հումանիտար, բարոյական հարցերով։ Դու այն վիճակում ես, որ այդ հարցերը տաս։ Հայաստանի քաղաքական գործիչները, պետական գործիչները պիտի լինեն շատ ու շատ պրագմատիկ եւ սառն մտածող։ Մենք այս ամենջող պայթող վիճակում իրավունք չունես էմոցիոնալնես կամ ոչ մտածված քայլեր անես։ Մենք պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները լինեն կապված, որ եւ ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը չհամարձակվի անցնել ուրիշ գործողությունների, որ ենք իմանալ, որ այստեղ Միացյալ Նահանգներն են։ Ոչ Ռուսաստանը չփորձի պրովոկացիաներ գցի այստեղ եւ Հայաստանը ապակայնոցնի եւ այլ։ Դրա համար մեր կապերը Միացյալ Նահանգների հետ հիմա խիստ կարևոր են։ Դա կարևոր է եղել հանգիստ ժամանակները, երբ լայնածավալ ռազմական գործողություններ տեղի չեն, ավելի կարևոր է այսօր, երբ արդեն տարածաշրջանային պատերազմ է։ Մեր parlamenti, parlamentarները, քաղաքական գործիչները, ԱԳՆ-ն,
եւ մնացածները պիտի դրա մասին մտածեն Գայանը։ Դա խիստ կարեւոր է մեզ համար, որտեղ նորից եմ կրկնում, փաստորեն երկու հատ հզոր կենտրոն կան։ Չինաստանը եւ Միացյալ Նահանգները, մնացածները չեն աշխատում, Հնդկաստանը դեռ ոտի չի կանգնել։ Դրա համար այդ երեք հետ պիտի աշխատես եւ երեք հետ ունենաս լավ հարաբերություններ, իհարկե Եվրոպայի հետ պահպանելով քո հարաբերությունները, բայց արդեն ունես դա։ Բայց Միացյալ Նահանգները հիմա կարեւոր են։ Եվ չխառնվել այս պատերազմի մեջ։ Հա, չխառնվել պատերազմի հետ եւ ներեցեք չմտածված հայտարարություններ չանել, ասել մենք չեզոք ենք, բայց պատրաստ ենք օգնել, մեզ պետք է խաղաղություն, մեզ իրոք պետք է խաղաղություն։ Մեզ համար խիստ ձեռնտու է, այս պատերազմը շուտ վերջանա։ Մեզ երկարաժամկետ պատերազմ եւ մենք լոգիստիկական խնդիրները հարավային կորցնում ենք, նորից մնում ենք միայն Վրաստանով անցնող այդ ռեժիմի թեման էլ մեկ էլ ասենք ձեռնտու է, այսինքն եթե երեք տարբերակ կոլապս ասացիք, ռեժիմի փոփոխություն ասացիք, եթե Իրաք քրդերը ոտքի կանգնեն այդտեղ ընդհանրապես կարող է կոլապս է սկսում արդեն։ Այդ նույն Միացյալ Նահանգները գնում են Պարշի այդտեղ ինչ է տարանջատման գնում են կիսման այո շատ վտանգավոր տրոհման Իրանի կգնա դա դեպի տրոհում կլինի։ Տրոհում այդ ժամանակ մեկ կօրինակ փախստականների ալիք։ Մենք պետք է դրան պատրաստ ենք։ Որը դուք ասացիք, որ ինքնին վտանգավոր է։ Հայ վտանգավոր սցենարն է։ Դա զենք է լինելու։ Դա զենք է։ Փախստականները կլինեն զենք, որը հետո կօգտագործի կամ միանգամից։ Շնորհակալ եմ պարոն Հարզումանյան։ Շնորհակալություն Գայանե։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, փորձեցինք պարոն Հարզումանյանի հետ այս պահին եղած իրավիճակը վերլուծել։ Արզումանյանին շատ շնորհակալություն։ Անվտանգության, ազգային անվտանգության եւ ռազմական հարցերով փորձագետ քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանն էր մեկնաբանում եւ պարզաբանում այսօրվա իրավիճակը։ Զրուցում եմ ես Գայանե Առաքելյանս, բարին ընձեզ։